Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները բանալ Սաղմոս 51 և պիտի կարդամ 13-րդ համարից սկսյալ մինչև գլխի վերջավորությունը։ Սաղմոս 51, Psalm 51, 13-րդ համարից սկսյալ մինչև գլխի վերջավորությունը, beginning verse 12։ Դարձյալ Տիրոջ խոսքն է, որ կարդում ենք սա։ Դարձյալ տուր ինձ քո փրկության ուրախությունը և կամավոր հոգովը հաստատիր ինձ, ապա անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհները և մեղավորները ետ կդառնան քեզ մոտ։ Փրկիր ինձ արյունիցը, ով Աստված, իմ փրկության Աստվածը, և իմ լեզուն կփառաբանե քո արդարությունը։ Տեր, բաց արա իմ շրթունքները և իմ բերանը կպատմե քո գովությունը, որովհետև դու պատարագ չես ուզում, եթե ոչ ես կտայի քեզ, և ողջակեզներին չես հավանում, Աստծո ընդունելի պատարագները կոտրված հոգին է, կոտրված և փշրված սիրտը դու չես անարգել, ով Աստված։ Բարի արա Սիոնին քո քաղցրությունովը, Երուսաղեմի պարիսպները շինիր, այն ժամանակ հաճո կլինեն քեզ արդարության պատարագները, ողջակեզներն ու մատաղները, այն ժամանակ արջառներ կմատուցանեն քո սեղանի վրա։ Աղոթենք։ Փառքեզ մեր Տերը, հիմա նորից կանգնել ենք քո խոսքիդ առաջին։ Եվ Տեր, կարիք ունենք, որ դու մեզ խոսես, քաջալերես, ուսուցանես, առաջնորդես։ Ուստի Տեր, խոսիր, քանի որ քո ծառաներն ու աղախինները մտիկ ենք անում և պատրաստ ենք լսելու քո խոսքը դիփարս քեզ։ Ամեն։ Այս Սաղմոսը 4 բաժինների բաժանեցինք և անցյալ 4 քարոզներով հերթական մանրակրկիտ կերպով տեսանք, որ այս Սաղմոսի բուն նյութը քավություն է։ Եվ խոսեցինք քավության խնդրանքի մասին, հետո խոսեցինք քավության կարիքի մասին, հետո խոսեցինք քավության միջոցի մասին, անցյալ անգամ քավության արդյունքը 4-րդ բաժինը կես մնաց, որտեղ շատ երկար էր։ Եվ մեր ուշադրությունը այդ քավության օրհնությունների մասին անդրադառնալով տեսանք, որ քավության օրհնություններից էր մեր ուրախությունը, ցնծությունը, ապա փրկության վստահությունը և Դավիթը այդ ուրախությունը և փրկությունը իր քավության է վերագրում և քավություն ստանալով իր ներքին ցնծությունը վերագտնում է։ Եվ այսօր պիտի շարունակենք քավության հաջորդ մի քանի օրհնությունները տեսնելով Դավիթի կյանքից, թե երբ մեղքերից մեկը քավություն է ստանում, ուրիշ ինչ բաներ են լինում, ինչ ազդեցություններ, ինչ արդյունք, ինչ օրհնություններ են առաջանում մեր մեղքերից ազատվելու կամ մենք քավություն ստանալու հիման վրա։ 13-րդ համարի մեջ կարդացինք, որ Դավիթը Աստծուց իր փրկության ուրախությունը և այդ կամավոր հոգին նրան ծառայելու կամավորությունն է ունենում։ Այդ է խնդրում, որովհետև քավություն էր ստացել։ 13-ից 16 համարների մեջ Դավիթը 3 ուրիշ օրհնություններ է նշում և 18-ից 19-րդ համարներում նա անդրադառնում է, որ իր անձնական քավության օրհնությունը միմիայն իրեն չի վերապահում, ինքը թագավոր էր, ինքը ժողովրդի առաջնորդ էր, վերջապես Աստծո ժողովրդի վրա իշխան էր, արքա էր, և անդրադառնում է, որ երբ ինքը անձնապես իր կյանքի մեջ քավություն է ստանում և այդ քավության օրհնություններն է վայելում, այդ օրհնությունները նաև փոխանցվում է իր ժողովրդին և իր ժողովրդի օրհնության համար է աղոթում, և Սիոնի համար է աղոթում, իր ազգի համար է աղոթում, և այդ օրհնությունները
նրանց հետ միասնաբար է բաժնեկցում։ Եվ դրան էլ պիտի անդրադառնանք։ Ուրեմն 13-րդ համարում քավության 5-րդ օրհնությունն ենք տեսնում։ Դավիթն ասում է. «Ահա անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհները եւ մեղավորները ետ կդառնան քեզ մոտ»։ Դավիթը անդրադառնում է մի շատ կարևոր կետի, որ առանց քավության, տակավին մեղքերի դատապարտության տակ լինելով, Աստծո մասին իր ուսուցանած ճշմարտությունները անօգուտ եւ անպտուղ պիտի լինեին։ Նա չէր կարող այդ գործն անել։ Սա ոչ թե ուղիղ էր միայն Դավիթի համար, այլ այս մի զգսպունք է, ուղիղ է բոլոր մարդկության համար։ Եվ նամանավանդ հավատացյալներիս համար, ովքեր փափագում ենք խոսքով, վկայությամբ, քաջալերանքով, հուսադրությամբ, նույնիսկ սերտողություններ անցկացնելով, առաջնորդություն անելով, ինչու՞ չէ եթե ոչ քարոզելով, բեմի վրա ավետարանչություն անելով մարդկանց դեպի աստվածպաշտություն ուղղել, եթե այդպես ենք ցանկանում։ Աստծո խոսքը մեզ հստակ սովորեցնում է, թե ուրիշներին ուսուցանելու, վկայելու, քարոզելու, սովորեցնելու համար նախ անհրաժեշտ եւ կարեւոր է, որ ուսուցանողը, սովորեցնողը, քարոզողը, վկայողը, ավետարանողը, հորդորողը, հուսադրողը, քաջալերողը ինքը իր անձնական կյանքում անհատապես քավության փորձառությունը ունենա։ Այսինքն վերստին ծնված հավատացյալ լինի։ Ապա նաեւ ինքը որպես հավատացյալ նաև կարևոր եւ անհրաժեշտ է, որ իր առօրյա կյանքին ուշադիր եղած կյանք ապրի, ջանասեր լինի, Աստծո խոսքին համեմատ ապրի, հնազանդ լինի, ջանքով գործադրող լինի։ Խիստ մեծ գայթակղություն է հառաջանում, երբ մեկը հոգևոր ճշմարտությունները, աստվածաշանչային ուսուցմունքը, վարդապետությունը լավ սովորեցնում է, բայց ինքը իր սովորացրածի համեմատ չի ապրում։ Հաճախ ցավոք սրտի այսպիսի վիճակը ճիշտ այդ ուսուցման նպատակի հակառակ ազդեցությունն է տալիս։ Պողոս առաքյալը այսպիսի վկայողներին, սովորեցնողներին պարզապես որպես ձայն տվող ծնծղա կամ պղինձ է անվանում, ինքն էլ իր մեջ, իր վրա առնելով։ Ասում է, որ նրանց արտահայտած ուսուցմունքը բացի ձայն ու խոսք ուրիշ բան չի։ Առաջին Կորինթացիս 13:1-ի մեջ նա սիրո եւ գործնական սիրելու մասին է խոսում։ Եվ ասում է, եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուները խոսեմ, բայց սեր չունենամ, ես ձայն տվող պղինձի պես եղա։ Եթե մարգարեություն ունենամ եւ ամեն խորհուրդները գիտենամ, եւ ամեն գիտություն, եւ նույնիսկ ամեն հավատք, որ մինչեւ լեռները տեղափոխեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Եթե իմ ամեն ապրանքները աղքատներին կերցնեմ եւ իմ մարմինը նույնիսկ մատնեմ, որ այրվի, բայց սեր չունենամ, ես ոչինչ օգուտ չեմ ունենա։ Ուրեմն տեսնում ենք, թե արդյունավետ վկայելու համար անօրեններին Աստծո փրկության եւ ուղղարարության առաջնորդելու համար պետք է մեր խոսքը եւ մեր կյանքը իրարու համապատասխանի։ Մեր կյանքի նախորյակին պիտի լինի քավություն։ Մենք դրա վրա պիտի կանգնենք։ Եվ մեր կյանքը եւ խոսքը իրարու հետ համընթաց լինելով մեկը մյուսին պիտի վկայալ կանգնի,
վավերացնի։ Երկրորդ օրինաց 5-ի մեջ Deuteronomy 5 Մովսես Աստծուց ստացած օրենքը Իսրայել ժողովրդին տալուց հետո տեսեք ինչ ասեց նրանց։ Երկրորդ օրինաց 5:1 Եվ Մովսեսը կանչեց բոլոր Իսրայելին եւ նրանց ասեց. Լսիր, ով Իսրայել, այն կանոնները եւ դատաստանները, որոնք ես այսօր ձեր ականջներին ասում եմ։ Դրանց սովորեցեք եւ զգուշությամբ գործադրեցեք։ Նկատի առաջ արեք սովորեցեք, հետո գործադրեցեք։ Այս հրամանի շարքը շատ կարևոր է։ Նաև դարձրեք Եզրաս գրքին, Էզրա, 7-րդ գլխին։ Այս գրքի 7-րդ գլխի մեջ Եզրասի մասին ենք կարդում։ Եվ 10-րդ համարում կարդում ենք, թե նա Աստծո խոսքի ճշմարտությունը ինչպիսի նախավիճակով էր ուսուցանում։ Այդ գլխի մեջ Աստծո խոսքը Եզրասի մասին այսպես է վկայում, թե Եզրասը Ահարոն քահանայապետի ազգատոհմից էր։ Ու սա նշանակում է, թե Եզրասը քահանայական դասին էր պատկանում, ղևտացի էր։ Նայեցեք 6-րդ համարին, կարդում ենք Եզրասի մասին, թե նա Մովսեսի օրենքումը, որ Տեր Աստված տվել էր, ժիր դպիր էր, ընդգծեցեք ձեր Աստվածաշնչի մեջ, ժիր, diligent, լավ աշակերտ էր։ Եվ իր Տեր Աստծո ձեռքը նրա վրա լինելու համար թագավորը տվել էր նրան նրա բոլոր խնդրվածքը։ 9-րդ համարում նորից ենք կարդում, թե Աստծո ձեռքը նրա հետ էր։ Իսկ ո՞րն էր այն գաղտնիքը։ Այն բանալին, այն պատճառը, այն հիմքը, որ Աստծո ձեռքը Եզրասի վրա է, նրա հետ էր։ Եվ թե ինչպես էր եղել, որ Պարսից Հեթանոս Արտաշես թագավորը, նույնիսկ այս հրյա Եզրասին իր օտար երկրի մեջ ապրելու ընթացքում տվել էր նրան իր բոլոր խնդրվածքը։ What's the secret? Ահա Եզրասի հաջողության եւ նրա շնորհք գտնելու եւ նրա հոգեվոր ծառայության պատղատվության գաղտնիքն ու բանալին 10-րդ համարի մեջ են գտնում։ Նա այնտեղ կարդում ենք. Աստծո ձեռքը նրա հետ էր դրա համար, որ, այսինքն հետևյալ պատճառով։ For this reason, because Եզրասը իր սիրտը, մեր դասարանի մեջ քիչ առաջ սերտեցինք սիրտ, ներքնաշխար, հոգևոր էությունը, այն ներքին մարդը, իր սիրտը պատրաստել էր, որ ինչ անի, մի քանի բաներ, որ Տիրոջ օրենքը խնդրի, կատարի եւ Իսրայելին օրենք եւ դատաստան սովորեցնի։ Նկատի առիք այս երեքը։ Չենք կարդում, որ պատճառը, որ Աստծո ձեռքը նրա հետ էր, այն էր, որովհետեւ Եզրասը Աստծո օրենքը կատարելապես կատարում էր։ Ոչ։ Չենք կարդում, որ Եզրասը այնքան օրինապահ էր, որ երբեք մեղք չգործեց։ Այդ էլ չենք կարդում։ Այլ Եզրասի մասին 3 արարքներ են կարդում։ Թե նախ նա իր սիրտը պատրաստել էր, որ Տիրոջ օրենքը խնդրի
Տառացի թարգմանություն է, որը նշանակում է որոնի, ետևից լինի, սովորի, ինչպես աշակերտը իր ուսուցչի ետևից էր գնում հին ժամանակ, որպեսզի նրա ասածները սովորի, լրջությամբ դրա ետևից ընկնի, Աստծո պատվերները հարատև եւ իր գնացքի հետ միասին, այսինքն իր քայլերի հետ զուգընթաց Աստծո խոսքը ներառնի ամեն օր, ամեն քայլափոխին։ Իր սիրտը պատրաստել էր, իր միտքն էր դրել, որ ես իմ կյանքի ամեն քայլափոխին առավոտը վեր եմ կենում, աչքս բացում եմ, Աստծո խոսքի ճշմարտության ակնոցով պիտի ապրեմ։ Տեսնեմ Աստված ուրիշ ինչ ունի այսօր ինձ սովորեցնելու։ Սիրտը պատրաստել էր, որ Աստծո խոսքը խնդրի, ունենա, որոնի, փնտրի, ետևից լինի, այսինքն սովորի։ Եվ երկրորդ իր սիրտը պատրաստել էր, որ այդ խնդրած, սովորած, մտորած պատվերները իր կյանքի մեջ կատարի, ոչ թե մենակ որպես պրոֆեսոր դառնա, այլ իր կյանքի մեջ անցնի, իր առօրյա քայլերը այդ խոսքերի հիման վրա կատարի, ինչպես վարվի, ինչպես խորի, ինչպես խոսի, ինչպես անի, ինչպես գնա, ինչպես գա, եւ հետո սիրտը պատրաստել էր, որ սովորելուց հետո, գործադրելուց հետո իր պաշտոնը կատարի, բոլոր Իսրայելին սովորեցնի Աստծո խոսքը։ Նկատի առիք Եզրասի մտադրության 3 հանգրվանների շարքը եւ կարգը, the order, խնդրել, ապրել, սովորեցնել։ Այս էր Եզրասի քավություն գտած Աստվածապաշտ եւ իրական հավատացյալի վայելած օրհնության գաղտնիքը։ Դավիթն էլ նույն օրհնությունն է խնդրում։ Աստծոց քավություն ստացած լինելով, Աստծո օրենքի եւ պատվերի համեմատ վարվելով, ահա հիմա նա ասում է, թե ինքն էլ իր փրկության վստահությունը վերագտած եւ ապրելով, այժմ որպես օրհնություն, որպես արդյունք, որպես պտուղ անօրեններին Աստծո ճանապարհները պիտի սովորեցներ եւ դրա որպես պտուղ մեղավորները Աստծո մոտ պիտի դառնային։ Երբ որ մենք հավատարիմ ենք Աստծո խոսքին, երբ որ հավատարիմ ենք մեր կյանքին, մեր ուխտին եւ հավատարիմ ենք մեր ծառայության, Աստված էլ մեր ծառայությունները օրհնում է։ Կարելի է մենք չտեսնենք այդ պտուղները, բայց Աստված օրհնում է։ Երկրորդ, քավության 6-րդ օրհնությունը եւ արդյունքը 14-րդ համարի մեջ ենք տեսնում, ուր կարդում ենք, թե Դավիթը Աստծուն որպես իր ազատարարը դասելով դիմում է նրան ճիշտ ինչպես որ Տերը նրան իր թշնամ սատանայի ձեռքից քավությամբ ազատեց, նմանապես էլ հիմա խնդրում է, որ Աստված ֆիզիկական թշնամիներից էլ նրան ապահով պահեր։ Դավիթը Աստծուն ասում է, թե դու ես իմ պահապանս, փրկիչս։ Նրանով պահպանություն եւ պաշտպանություն է խնդրում։ Եվ այդ պաշտպանության եւ պահպանության հիման վրա, թե հոգևոր եւ թե ֆիզիկական, որպես պտուղ, որպես ազդեցություն, քավության որպես օրհնություն, Դավիթն ասում է, թե ես հիմա իմ խոսքով, այսինքն իմ երկերով, իմ վկայություններով, իմ բառացի ուսուցանությամբ, սրան նրան Աստծու մասին վկայելով, խոսելով, պատմելով, Աստծուն պիտի փառաբանեմ։ Քավության ստանալու 6-րդ օրհնությունը այն է, որ
մեղքերի դատապարտությունից իրապես քավություն ստացողը անպատճառ իրեն փրկող, ազատող, սրբացնող, պահպանող եւ պաշտպանող Աստծուն իր լեզվով կփառավորի։ Իր խոսքերով նրան կգովի, իր ձայնով եւ երգով նրան կգովաբանի եւ կերկի եւ կմեծարի։ Մենք Աստծուն պաշտելու ընթացքին, որպես հավատացյալներ, քավություն ստացածներ, լինի դա մեր անհատական պաշտամունքի ընթացքում, կամ ընտանիքի հետ նստած ընտանեկան պաշտամունքի ընթացքում, զավակների հետ, փոքրիկների հետ, թոռնիկների հետ, կամ եկեղեցական եւ հավաքական պաշտամունքի ընթացքում, հոգևոր փառաբանության երկեր ենք երգում։ Մենք քանի անգամ սա ասել եմ, մենք երկերը չենք երգում, որ ձեր ձայնը մշակենք։ Սա երկի դպրոց չի։ Մենք երգում ենք Աստծուն փառաբանություն պատարագելու համար, որտեղ մենք պարտավոր ենք Աստծուն փառք տանք։ Ինչու, որտեղ Աստված մեզ արյունից փրկեց, մահից փրկեց, թշնամուց ազատեց։ Ով էր մեր թշնամին։ Մեղքը։ Քրիստոս իր վրա առավ մեղքի դատապարտությունը եւ մենք դրանից ազատվեցինք։ Մենք մահապատիժից ազատվեցինք։ Գիտեք որքան մեծ բան է մահապատիժից ազատվելը։ Ուրեմն երբ որ մենք ազատվել ենք եւ փրկության ցնծությունը վայելում ենք, փրկության վստահությունը վայելում ենք, մենք պարտինք գոնե, եթե ոչ որևէ ուրիշ բանով, պարզապես մեր լեզվով եւ մեր բերանով եւ մեր խոսքով բարձրացայն Աստծուն փառք տանք։ Փառք քեզ Տեր, ասենք։ Խիստ կարևոր է, որ հավատացյալներ, ովքեր իրենց մեղքերի քավություն են ստացել, երգեն, վկայեն, բարձրացայն աղոթեն, իրենց լեզուն, կոկորդը, ձայնը, խոսքերը, բառերը, նախադասությունները, արտահայտությունները Աստծուն փառավորելու համար գործի լցեն։ Շատ կարևոր եւ անհրաժեշտ է։ Հարցնամ քեզ։ Եթե դու փրկված հավատացյալ ես, արդյոք այս պտուղը քո կյանքիդ մեջ Երևան գալիս է կամ ոչ։ Դու քեզ հարց տուր եւ ստուգիր։ Լեզվով Աստծուն փառավորում ես։ Գովքը երգում ես, բառերով, խոսքերով նրան փառք տալիս ես։ Եթե Աստված քեզ քո մեղքերի դատապարտությունից քավություն է շնորհել, եւ դու հիմա որպես Հիսուսին վստահող հավատացյալ քո բերանով, շրթունքով, բառերով Աստծուն չես փառավորում կամ սովորությունը չունես, վարժողություն ձեռք չես բերել տակավին, որ Աստծուն շրթունքներով փառավորես, ապա նայիր 15-րդ համարին։ Տես Դավիթն ինչ է խնդրում։ Դավիթ Աստծուց խնդրում է, որ Աստված նրա բերանը բանար։ Որ հենց որ Տերը նրա բերանը բանար, Դավիթ Աստծո գովասանքը պիտի պատմեր։ Գիտեք ինչու է Դավիթ խնդրում, որ Տերը նրա բերանը բանար։ Շատ հավանաբար, որովհետև երբ որ նա մեղանչել էր, նա իր մեղանչությամբ իր մեջ ապրող Սուրբ Հոգի Աստծուն վիրավորել էր, անարգել էր, անպատվել էր, անտեսել էր, նրա տված հրամանին հակառակ էր գնացել, եւ այդպես է մեղքը։ Եվ մարդկային դիտանկյունից տեսված Աստվածաշնչի բառերով Սուրբ Հոգուն տրտմեցրել էր։ Դա մարդկային դիտանկյունից տեսված է։ Եվ երբ որ Նաթան մարգարեի բերանով Աստծո հորդորանքը լսեց, նա իր գործած անօրենություններին անդրադարձավ եւ հետեւաբար Աստծո հանդեպ ամոթի եւ ամաչանքի եւ լռության ենթարկվեց։ Եվ այդ պատճառով էլ երկելուց դադարեց։
նրա բերանը փակվեց։ Սատանան ու մեղքը մեզ այդպես անում, սիրելիներ։ Առաջ մեզ հրապուրում է, որ այս մե բան չի, ամեն մարդը անում, այստեղ Ամերիկայի, այ բաբա, ո՞վ է գալիս հարց։ Հենց ընկնում ես մեղքի մեջ, դու ես որ ասում, դու հավատացյալ, դու ինչ իրավունք ունես եկեղեցի երգես, չես էլ ամանչում։ Նույն մեղքի մեջ 15 անգամ ընկել ես, էլի դու ասում մոտ։ Ոնց երգես, ոնց վկայես, ոնց քարո, ոնց ամոթ քեզի։ Ինչ է կատարվում։ Բերանը փակվում է։ Մեղքը մեզ Աստծուն փառավորելուց լրացնում է, սիրելիներ։ Ահա որ բան է։ Եվ սատանան ճիշտ հենց այդ է ուզում։ Չարը չի ուզում, որ Աստված փառավորվի։ Չարը չի փափակում, որ հավատացյալները Աստծուն բերնով փառք տան, ասեն, փառքես Տեր Աստված, երգեմ, քիչ առաջ երգեցինք։ Սատանայի փափակն այն է, որ Աստծուց փառավորելը կանգ առնի։ Եվ այդ պատճառով էլ հավատացյալներին մեղքի մեջ է հրապուրում, եւ հետո էլ ամոթազգացության եւ հանցազգացության մեջ է թաղում, այդտեղ է մատնում, ամաչանք եւ ամոթ է վրա բերում, եւ Աստծուն գովելուց նրանց բերանը փակել է տալիս։ Դրա համար Դավիթն աղաչում է Տիրոջ. Տեր, իմ բերանս, որ փակվել էր մեղք գործելուց, հիմա որ քավություն եմ ստացել, դու բացի։ Եվ որ բանաս ես իմ փրկության ուրախությունը եւ վստահությունը յետ վերագտած բերնով քեզ պիտի փառավորեմ։ Ադամ Եվան էլ այս նույն դժվարության մատնվեցին, նորություն չէր։ Հիշում եք Ադամ Եվայի պատմությունը։ Երբ որ աննազանդություն արեցին, անօրենություն գործեցին, հանկարծ նրանց աչքերը բացվեցին, նրանք անդադարձան, որ մերկ են, ամոթ է, խիստ վախեցան, այսինքն ամաչեցին, գնացին ծառերի հետևը պահվտեցին, որ Աստված չտեսներ իրենց, կարծում են, որ Աստված չի կարող ծառի հետևը տեսնի։ Տեսնեք, մեղքը մարդուն հիմարացնում է։ Աստված ամենատես, ամենագետ Աստվածը, ծառ կարիք չունի, որ դու հետևը պահվտես։ Բետոնի հետևն էլ պահվտես, քեզ տեսնում է։ Հետո թզենու այդ դաղ տերևներից, փշոտ տերևներից իրենց համար հակուց, գոնե գնային խաղողի տերևներից անեին, ավելի փափուկ էր։ Անխելքություն է բերում մեղքը։ Sin brings stupidity. It makes you foolish. When you sin, you do foolish things. Աստված Ադամին կանչեց, ուր ես? Ասում է, ես ծառերի հետև պահվտեցինք, որտև մերկ էինք։ Ով քեզ ասեց, որ դու մերկ ես։ Չլինի այն ծառից կերար։ Այո, կերա։ Ես չկերա, ինքը տվավ ես կերա։ Իմ մեղքս չէր, ինքն արավ։ Մեր զավակներն երբեմն այնպես անում։ Ես դու ասեցիր, ինքն ինձ ասաց ես ասана։ Really։ Այդ նույն մեղքն ենք անում։ Be careful։ Երբ որ մատը այսպես ես անում, 3 հատ մատ դեպի քեզ է գալիս։ Նրանք Աստծո հետ ունեցած իրենց քաղցր հաղորդակցությունը, that sweet fellowship կորցրեցին, ամաչեցին, ամոթի տակ մնացին, վախեցան։ Դրա համար Աստծո հետ չէին քայլում, բերանը փակվեց։ Սեներ վատ լուրը այն է, որ մեղքը եւ հանցագործությունը մեզ այդպիսի վիճակի է տանում։ Բայց լավ լուրը այն է, որ երբ որ հավատացյալը իր մեղքերը խոստովանում է, Աստծուց ներում է ստանում, այդ քավության որպես պտուղ դարձյալ նրա բերանը բացվում է։ Որտեղ մենք վստահում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթե մեր հանցանքները խոստովանենք, նա հավատարիմ եւ արդար է, որ մեզ մեր ամեն անօրենությունից կսրբի։ Ուրեմն մեր շրթների վրա դարձյալ օրհներ կետնում եւ մենք դարձյալ նորից կարողանում ենք Աստծո գովերքը երգել, թե ոչ մենք բոլորս էլ պիտի լռեինք։ Եթե մենք մեր փրկության վստահությունը չունենայինք, մենք երբևիցե պիտի չկարողանայինք Աստծուն երգել, ամոթից պիտի մեռնեինք։ Դրա համար է, որ կարծում ենք եւ երգում ենք եւ ասում ենք օրհնյալ երաշխիք ինչ
Իմս է Հիսուս։ Ո այս խորհուրդը ինչ քաղցր է հոգվոյս։ Փրկության ժառանգ Տերոջն եմ ես։ Իր արյունով սրբված մեղքերս։ Պիտի պատմեմ ինչ շունչս վերջին ու երկեմ սեն անհուն իմ փրկչին։ Որովհետև փրկության ժառանգ ենք, որովհետև Հիսուսի մն է, որովհետև օրհնյալ երաշխիք ունենք, we have a blessed assurance. That's why I can tell of his love. Մեղքերից ու անօրենությունից քավություն ստացել ես։ Հիսուսի փոխանորդական զոհով կյանքով մեղքերդ քեզ ներված են։ Լվացվեցար Հիսուսի սուրբ արյամբ։ Արտարացած կանգնում ես Աստծո առջև որպես իր զավակը։ Ուրախ ես քո փրկությամբ։ Վստահ ես, որ Հիսուս քեզ փրկել է, ուրեմն հիմա հարկ է քեզ։ You ought to praise God with your own lips. Պետք է դու էլ քո բերանդ բանաս, շրթունքներովդ, բացված բերանով Աստծուն փառաբանես։ Դարձրեք Օվսե մարգարեության, Հոզեա։ Օվսե մարգարեի բերանով Աստված Իսրայելի ժողովրդին իրենց մեղանչությունից դարձի գալու եւ քավություն ստանալու է կանչում։ God calls Israel to repent. Եվ այդ քավության արդյունք նրանց այսպես է հրամայում. Ետ դարձիր ով Իսրայել, քո Տեր Աստծո մոտ, որովհետև դու աներության պատճառով գլորվել ես։ Ձեզ հետ խոսքեր վերառեք։ Այսինքն ձեզ հետ բառեր, ճիշտ ինչպես մեկը ճամփորդություն է գնում, իր հետ վեր է առնում ուտելիք, խմելիք, որ ճանապարհին մի բան ունենա ուտելու։ Մարգարեն Աստծո կողմից ժողովրդին ասում է. Երբ որ գալիս ես Աստծո մոտ, քո մեղքերդ խոստովանես եւ քավություն ստանաս, make sure, որ քո հետ ունենաս խոսք, բառեր, նախադասություններ մտքիդ մեջ, տոպրակի մեջ, փառաբանության խոսքեր վեր առ հետդ։ Մտածի ինչ պիտի ասես Աստծուն։ Եվ դարձեք Տիրոջ մոտ։ Եվ ասեցեք նրան, այս խոսքերը պիտի առնես, այս բաները պիտի ուտենք ճանապարհին։ Ամեն անօրենություն վերար, take away all my lawlessness. Եվ ընդունիր բարությամբ, և խոսք տուր, մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զվարակները քեզ։ Երբ որ գալիս ես Աստծո ներկայության մեջ, լինի անհատապես կամ հավաքաբար, ինչ խոսքեր ես վեր առել քեզ հետդ բերել Աստծո տունը։ Անգամ մեր ասելիքը գրում ենք, նրանից հարց ենք տալիս, հարցումների պատասխանը լավ սերտում ենք, հետո անգիր ենք անում, հետո կարևոր կետերը կետ ենք սարքում, դնում ենք մեր մտքի մեջ, առաջի կետը սա է, երկրորդը սա է, երրորդը սա է։ Ես այդպես եմ ինտերվյուի գնացել ամբողջ կյանքում։ Շատ էլ հաջող էր դառնում։ Պատրաստված խոսքեր ենք վեր առնում ու գնում ենք այդ մարդկային հեղինակության առաջ։ Երևակայեցեք, Աստծո մոտ ենք ուզում գնանք, որ մեր մեղքերը մեզ քավի։ Լավ, ոնց գնանք Աստծո մոտ, որ մեր մեղքերը քավի։ Գնանք տեսնենք ինչ կասի։ Այդպես չեք գնում։ Ասում է խոսքեր վերառեք ձեզ հետ, այսինքն մտադրված, մտածված։ Թե ինչ եմ ուզում ասեմ Աստծուն։ Ինչպիսի գովություն, ինչպիսի խնդրանք, հետո եթե ինքը տա, որ տա, ես ինչ պիտի պատասխանեմ իրեն։ Այդ բոլոր սցենարը մեր մտքից պետք է անց կենա, եւ մենք պատրաստ պիտի գանք Տիրոջ առջև։ Եթե պիտի խոնարհվես, եթե պիտի խոստովանես, եթե պիտի փառավորես, եթե պիտի պաշտես, ասում է բարեր, խոսքեր վեր առ քեզ հետ։ Եբրայեցիս 13-րդ գլխի մեջ
Hebrews 13 15-րդ համարում Աստծո խոսքը մեզ հավատացյալներից մեր շրթունքի ընծան, մեր շրթունքի պատարագի մասին է խոսում, որ մենք մեր բարերով, մեր շրթունքներով Աստծուն պատարագում ենք, այսինքն զոհաբերություն ենք անում, այսինքն Աստծուն հաճելի մի արարք ենք կատարում, Աստծո պատվերն ենք կատարում։ Եբրայեցիս 13-15-ի մեջ Աստծո խոսքը մեզ հրահանգում է, սա հրահանգ է։ Նայեցեք ինչ ենք կարդում։ Ուստի նրա ձեռով, այսինքն Հիսուսի միջոցով, through Christ, ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարակ մատուցանենք։ Երբ Աստծուն պիտի օրհնության պատարակ մատուցենք, ամեն ժամանակ։ Այսինքն Աստծուն փառավորությունը մեր բերանով, մեր կյանքի երկրորդ մի բնության պես պիտի լինի։ Մի բան է լինում, փառքես Տեր Աստված, ես էլ դու հաջողացրեցիր։ Մի տեղ են գնում, փառքես Տեր Աստված, ես էլ քեզանից եմ ստանում։ Հիմա լավ է, վատ է, ախորժելի է, անախորժ է, սովորական է, անսովոր է, յուրօրինակ է, տարօրինակ է, տարբերություն չի անում։ Ամեն բանի մեջ Աստված մեզ դա ուսի սովորեցնել։ Ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարակ մատուցանենք, այսինքն ինչ անենք։ Նրա անունը դավանող շրթունքների պտուղ։ Գիտեք, երբ որ մենք Աստծուն փառք ենք տալիս այդպես, մեր օրվա ընթացքում, դա Աստծուն որպես մի հատ նվեր է, պատարակ է, զոհաբերություն է, եւ Աստծուն հաճելի է։ Մենք պատվիրված ենք, որ շարունակապար որպես կյանքի ընթացք այդպես ապրենք։ Երբ վերջի անգամ, որ առօրյայի ընթացքում դպրոցի մեջ, տան մեջ, քշած ժամանակ freeway վրա, աշխատանքի մեջ Աստծուն երգեցիր կամ սուլեցիր մի երգ։ Ես մեր առաջվա գործատեղի գարաժում միտեղ парք էի անում, պատի վրա մեկը կավիճով գրել էր Whistle while you work. Սուլիր, երբ որ աշխատում ես։ Մի օր парք արեցի եւ մտածեցի, որ I'll whistle while I work, but I'll whistle a hymn while I work. Հոգևոր երգ պիտի սուլեմ, երբ որ աշխատում եմ։ Դուք աշխատած ժամանակ ինչ եք անում։ Մարդիկ աշխատած ժամանակ իրենց հետ խոսում են, գիտեք, դուք խոսում եք դուք ձեզ հետ։ Մենք բոլորս մեզ հետ խոսում ենք։ We all talk to each other. Երբեմն բարձրաձայն մարդիկ կարծում են գժվել են։ Չէ, չեն գժվել։ Իրապես մենք մեզ հետ միշտ խոսում ենք։ Օրինակի համար բան ենք շինում։ Չեղավ էս, չէ, էս դիտեմ ստա։ Կերակուր ես եկում, չէ, էս շատ տաք եղավ, դու ջուր առաջ ավելացնեմ դա։ You're talking to yourself all the time. Եթե չխոսես աննորմալ է։ Ինչ մեքենայի պես զոմբիների մը վեր եկնում, կոֆին սարկում ենք, հետո խմում ենք, հետո գնում ենք, չգիտեմ։ Եթե այդպես ապրեք, մեքենա եք, մարդ չեք։ Բայց այդպես չենք ապրում։ Ինչ ենք խոսում մենք մեզ հետ։ Առավոտը որ աչքդ բանում ես, ինչ ես ասում։ Ախ, էլ երկու շաբթի եղավ, վայ։ Էլ այդ freeway, ապա traffic, հələ մեկ ժամ պետք է երեխեքին տանեմ դպրոց, հետո այդ փողոցից պետք է անցնեմ, հետո այն կողմից պետք է բտեմ, չեմ ուզում ասեմ մասին մտածեմ դրա մասին։ Կամ Փառքես Տեր Աստված, այսօր էլ բեր համար օր բացեցիր, you renewed your lease on my life։ Մենք անցյալ օրը եղբայրների դասին այդ ենք սովորում։ God renews his lease on our life every morning։ Նոր ինչ եք ասում Աստծուն։ Փառքես Տեր, օգնի ինձ այսօր քո փառքի համար ապրեմ։ Զորացրու ինձ ով Տեր շատ դժվար օր ունեմ, շատ երկար օր ունեմ ով Տեր։ Էս պիտի անեմ, էս պիտի լինի, այն համաձայն չեմ ամինչ կլինի, այնտեղ մի հատ խնդիր կա, այնտեղ մի հատ վտանգավոր բան կա, այնտեղ եթե այսպես չէ, բայց ամենը տալիս եմ քո ձեռքերիդ մեջ։ Ինձի գործածի։ Ընթացքում քեզ փառք ամեն բանի համար։ Ինքնաշարժիտ մեջ ինչպիսի երգեր ես լսում։ Տանդ մեջ ինչ նվագներ են պտտվում։ Տալիս ես շրթներիդ պատարագը Աստծուն ամեն ժամանակ։ Աղաչում ես, որ Տերը քո բերանն էլ բանա։
որ կարողանաս այս հրահանգը կատարելու մեջ հավատարիմ հաջողակ գտնվես եւ քավության օրհնությունը վայելես եւ վայելցնել տաս շրջապատիդ։ Քավության 7-րդ եւ վերջին օրհնությունը 16-ից 17 համարներում են գտնում, որ Դավիթ Աստծուն ասում է, որովհետև դու պատարակ չես ուզում, եթե ոչ կտայի քեզ եւ ողջակեզներին չես հավանում, ապա Աստծո ընդունելի պատարակները կոտրված հոգին է, կոտրված եւ փշրված սիրտը դու չես անարգում ով Աստված։ Սիրներ, Աստված մեղավոր մարդուց կամ մեղք գործող անձից մեղավոր մարդուն եւ մեղք գործող անձին քավություն տալու համար մեքենայավար զոհողություն չի պահանջում։ Մեքենայի պես գնանք մատաղ անենք, չգիտեմ, էս անենք, էս անենք, էս անենք, գնանք եկեղեցի դրամ տանք, պաշտամունքին մասնակցենք, Աստծո տողությանը տանք, թութակի պես կրկնենք, որպեսզի մեղքերից քավություն բռնենք։ Աստված այդպիսի զոհողություններ չի ուզում։ Դա օգուտ չունի։ Քավությունը այդ դրանից չի հառաջանում։ Մեղքերի թողությունը արարքներով չի ստացվում։ Միլիոն անգամ եկեղեցի գնաս, միլիոն հատ մոմ վառես, միլիոն հատ ոչխար մորթես, ամբողջ ժողովրդին կերակրես, առաքյալի ասացի նման մարմինդ քեզ այրելու տաս, օգուտ չունի։ Որտեղ ասում է, դու պատարագ չես ուզում։ Աստված մեզ քավություն տալու համար մեզանից պատարակ չի ուզում, որտեղ չենք էլ կարող տալ, եթե կարողանայինք էլ դա ընդունելի չի մեղավոր մարդու պատարակը։ Աստված մեղսալի պատարակ չի ուզում, Աստված ուղարար պատարակ է ուզում, դրա համար Հիսուս պիտի պատարակվեր, ոչ թե մենք։ Բայց Աստված ինչ է ուզում փոխարեն։ Աստված կոտրված սիրտ է ուզում։ Սրտաբեկ հոգի է ուզում։ A contrite spirit. Այսինքն առանց խոնարհության քավություն հնարավոր չի եւ առանց քավության խոնարհություն չի տեղի ունենում։ It's a linked circle. Հիշում եք Հուդա Իսկարովտացին։ Այն մարդը ով Հիսուսին մատնեց։ Հիշում եք ինչ արավ։ Հիշեցնեմ ձեզ։ 30 կտոր արծաթի համար գնաց Հիսուսին քահանայապետներին մատնեց եւ գիշերով երբ որ պարտեզի մեջ էին, ասաց նրան, որ համբուրում եմ, էտը դրան բռնեք։ Եվ այդպես էլ արավ։ Բայց երբ որ Հիսուսին տարին դատարան եւ մահապարտության դատապարտեցին եւ մահապատիժ պիտի լիներ, ասացին խաչիր դրան, խաչին դրա, Պիղատոսը ծերերը լված, ասավ ինչ ուզում եք արեք։ Դարձեք Մատթեոս 25:3։ Մատթեոս 25:3-ից սկսյալ Աստծո խոսքն ասում է, թե այն ժամանակ, այսինքն երբ որ Հուդան տեսավ, որ Հիսուսին մատնեցին, դատապարտվեց, այն ժամանակ Հիսուսի մատնիչը տեսնելով, որ դատապարտվեց, այսինքն Հիսուսը դատապարտվեց, զղջացած այն 30 արծաթը ետ դարձրեց քահանայապետներին եւ ծերերին ասեց. Ես մեղք գործեցի անմեղ արյուն մատնելով։ Նրանք էլ ասեցին. Մեզ ինչ։ Դու տես, գնա ինչ ուզում ես արա։ That's not our business. You take care of that. Եվ նա արծաթը գցեց տաճարի մեջ, հեռացավ եւ գնաց ինքը իրեն խեղդեց։ He killed himself. Ուրիշտեղ կարդում ենք, որ գնաց մայ ծառից կախեց եւ ընկավ քարերի վրա, փորոտիկը բացվեցին։ Այստեղ տեսնում ենք Հուդային, որ թեպետ կարդում ենք, որ զղջաց, սակայն նա իր մեղքերից քավություն չստացավ։ Ինչու՞։ Միթե չի ասում զղջացողին ես գողորվում։ Բա ինչու Հուդային չներեց Աստված։ Պատճառը այն է, որ Հուդայի զղջումը
իր գործած մեղքի պատժի վախից էր, ոչ թե որովհետև կոտրված հոգուց, որ Տեր Հիսուսին անարգեց։ Անգլերեն լեզվով երկու տեսակ զղջում կա։ Աստվածաշունչն ասում է կա զղջում կա, որ դեպի ապաշխարություն է տանում, եւ զղջում կա, որ դեպի կորուստ է տանում։ Անգլերեն լեզվով այս երկու զղջումները մենք հայերեն ասում ենք զղջում ու ուրիշ բառ չունենք։ Անգլերեն լեզվով այն կոտրված հոգով, այն բեռնավորված, խոնարհված մարդուն, ով զղջում է իր մեղքից խոստովանելով դարձի է գալիս, դրան ասում են contrition, այսինքն սրտաբեկ հոգիով զղջալ։ Եվ այսպիսի զղջումը դեպի ապաշխարություն, դեպի կյանք, դեպի քավություն է տանում։ Իսկ մեղքի պատժի վախից զղջալ, որ աբա հիմա ցես պիտի ուտեմ, հիմա ինչ սրտակից ոնց բրծնեմ։ Այդ զղջումը անգլերենով ասում են attrition, ոչ թե contrition։ Attrition այն զղջումն է, որ մեղքի անեծքից ուզում ես խույս տաս, դրա համար ասում ես օքեյ, ես մեղանչեցի, որ քեզ չպատժեմ։ Սիտը կոտրված չի, որ դիմացինը վիրավորվել է, անօրինություն ես արել, նրա իրավունքը ոտնակող ես արել, պարզապես, որ ես հավելի ցավ չքաշեմ, դրա համար եմ իմ մեղքս ընդունում։ That's called attrition։ Դա քավություն չի բերում, դա դեպի մահ է տանում իրականության մեջ։ Այսպիսի մեղքի ծանրություն զգալով, երբ մեղանչողը կոտրվում է, խոնարհվում է, այդ խոնարհությունը իրեն դեպի ապաշխարություն է հղում եւ քավություն է ստանում։ Քավություն ստացած մարդը խոնարհության փորձառությունն է ապրում։ Աստված էլ հենց այս է փափակում։ Աստծո հաճելին այս է, contrition-ն է, ոչ թե attrition։ Դավիթն ասում է, թե այսպիսի խոնարհությունը Աստծո համար զոհ մատուցելուց, պատարագ անելուց, ծիսական ծեսեր կատարելուց շատ ավելի արժեքավոր է իրականության մեջ Աստված չի հավանում այդ ծեսերին։ Նա իրական սրտի խոնարհություն է պահանջում։ Այդ է Աստծուն պատարագը։ Եվ ասում է, երբ որ մեկը այդպիսի կոտրված սիրտ ունի, Աստված երբեք այդպիսի մեկին չի անարգում։ Երբ հանկարծ փորձության տեղի տալով մեղք գործենք, եւ անում ենք։ Կամ եթե սխալվենք, հանցանք անենք, անօրինություն թույլ տանք մեր կյանքում, կամ անիրավաբար խոսենք, վարվենք, մտածենք, հավատացյալներիս համար Աստծո ընդունելի պատարագը մեր խոնարհությունն է, մեր contrition-ն է, սրտաբեկությունն է։ Այնտեղ մենք պետք է այդ պատարագենք Աստծուն, որպես քավության արդյունք եւ հիմք։ Մեր գործած սխալների համար կոտրված հոգի, կոտրված սիրտ պետք է ունենանք։ Որպեսզի երբ որ Նաթանը կա եւ ինձ ասի, որ դու ես այդ մարդը, ես ինքնարտարացումով իմ սխալս չջանամ արտարացնել։ Well, դուք չեք հասկանում։ Ես ավելի լավ եմ անում, քան թե դուք։ Ես այսպես պետք է լինի, դուք էլ պետք է ինպես այսպես անեք։ Really։ Բարեկամ, քեզ ասում ենք, որ դու այստեղ Աստծո խոսքի հիման վրա սխալվել ես։ Եվ հիմա կարիք կա, որ դու ասես ներեցեք ինձ։ Իսկ դու ճիշտ հակառակն ես անում։ Արդյոք սա Աստծուն հաճելի է կամ ոչ։ Տերն ասում է, որ դու չես հավանում, որ ես կամ պաշտամունքներ ներկայացնեմ, մոմեր վառեմ, ծիսակատարություններ անեմ, ուսուցմունքներ կատարեմ, հովություն անեմ, չգիտեմ, այս անեմ, այն անեմ, հետո մնամ ինքնարտարացման մեջ, թե ես երբեք չեմ սխալվում։ Իրականության մեջ սխալվողները դուք եք։ Ավելացնեմ, որ խոնարհությունը երբեք թուլություն չի սիրեներ։ Գիտեք ինչու։ Որովհետև երբ որ Նաթանը գալիս է եւ ասում է դու ես այդ մարդը,
դժվար է մարդուս համար ասելու, որ ես մեղք գործեցի։ Շատ դժվար, շատ զորություն է պահանջում։ Incredible power պետք ունես, որ ասես, որ you know what, ես թագավոր եմ, ես Աստծո սիրելի մարդն եմ, ես Աստծո սրտի համեմատ Դավիթն եմ, ես այս եմ, ես այն եմ, ժողովուրդը ինձ նայում է որպես այս եւ այն, բայց you know what, ես սխալվեցի։ Այս ուժեղ մարդու արարքն է, այս կամք ունեցող մարդու արարքն է, բայց եթե ասես, չէ, ես այսպես, ամեն մարդ այդպես անում, շատ մեծ զորություն կարիք չունես, որ դու քեզ արտարացնես, որտեղ ամեն մեղավոր ինքն իրեն արտարացնում։ Դա մարդուս հեշտ մասն է, դա մարդուս մեղանչամիտ մասն է։ Դրա համար շատ հեշտ է մարդ հպարտությամբ ինքն իրեն արտարացնի։ That's easy. That's our sinful inclination. Մեր մեղապարտ, մեր հանցամիտ հեշտ մասն է, զորություն չի պահանջում, որ մեկը հպարտ լինի, որտեղ մենք բնութոնով հպարտ ենք, բայց շատ զորություն է պահանջում, որ մենք խոնարհ լինենք։ Ուրեմն խոնարհվելը հավասար չէ թուլության, երբեք չսխալվեք սրա մասին։ Ու թույլ չտաք, որ մեկը երբ որ խոնարհվում է, նրան որպես թուլամորթ անվանեք։ Մանավանդ երբ որ նրանք Աստծո ծառաներն են։ Դավիթի պես։ Աստծո ասում է, թե Աստված հպարտներին հակառակ է կանգնում, իսկ խոնարհներին շնորհք է տալիս եւ նրանց ժամանակին բարձրացնում է։ Դավիթը այդ սովորեց, իր քավության օրհնությունը այդպես վայելեց, որ հիմա անդադառնում է, որ ինքը խոնարհվեց եւ քավությունը ստացավ եւ այդ քավությունը իրեն խոնարհության տարավ։ Գիտեք, Տեր Հիսուսն էլ նույն բանը արավ մեզ։ Կարդում ենք, որ իր անձը ինչ արավ, ունայնացրեց, ոչինչի հավասար արավ։ Why? Որպեսզի կարողանար քավություն մատակարարել։ Տեր Հիսուսը քավություն ստացավ, ոչ թե իր գործած մեղքերի համար, այլ մեր մեղքերը, որ նրա վրա դիզվեցին, եւ նա մեր փոխարեն ասում է մեղք եղավ, Աստված նրան նայեց, նկուն եղած։ Մեր մեղքերի համար վիրավորվեցավ, ես այն ասում եմ։ Եվ դրա համար այն խոնարհ ծառան Աստված նրան շատ բարձրացրեց։ Նրա մի անուն տվավ, որ ամեն անունից վեր է։ Նրան Տեր անունը տվավ, որի առաջին ամեն ծունկ պետք է կրկնվի։ Սա է քավության արդյունքը, սիրելի։ Օրհնությունը, երբ որ մենք խոնարհվում ենք, որպեսզի քավությունը ստանանք, հետո այդ քավության դասը մեզ ավելի խոնարհության է տանում եւ զորացնում է մեզ խոնարհ կյանքեր ապրելու, որպեսզի Տիրոջ ձեռքերի մեջ ժամանակին բարձրանանք եւ այդ դրանով մենք կարողանանք մեղավորներին Աստծո առաջնորդենք։ Առանց այս դասի, առանց այս օրհնության որևէ օգուտ չկա մեր արարքի մեջ։ Բայց Դավիթը վերջավորության այս բոլոր օրհնությունները վայելած անձնասեր չի գտնվում։ Չի ասում Փարքեստեր Աստված, որ ինձ Դավիթին այսպես արեցիր եւ հիմա ես շատ ուրախ եմ, ես մինակս կարող եմ ամբողջ օրը քեզ փառք տալ։ Այդպես չեն կարդում։ Տեսեք ինչ են կարդում։ Հիմա ինքը այս բոլոր օրհնությունները վայելած մտածում է ում մասին։ Այն պարտականության մասին, որ Աստված տվել էր իրեն, թագավոր էր նա։ Բոլոր ազգը իր ձեռքի տակ էր, իր առաջնորդությանը կարոտ էր։ Ասում է բարի արա Սիոնին, ով Տեր։ Ինձի բարիք արեցիր, հիմա Սիոնին էլ բարիք արա։ Քո քաղցրությունով։ Ես քո քաղցրությունը վայելեցի, հիմա ժողովուրդը թող քաղցրությունը վայելի։ Երուսաղեմի պարիսպները շինիր, նրանց պահպան կանգնիր, նրանց թշնամիներից ազատիր, նրանց պաշտպան կանգնիր։ Այն ժամանակ, երբ որ դու իրենց բարություն անես, ճիշտ ինչպես ինձ բարություն արեցիր,
Այն ժամանակ քեզ հաջող կլինեն նույնիսկ նրանց ծեսերը, նրանց պատարագները, նրանց պաշտամունքները, նրանց ողջակեզները եւ ողջակեզներն ու մատաղներն ու արջարներ կբերեն եւ քո տունը կլցվի եւ դու կհաճենաս նույնիսկ այդ ծիսակատարություններով, որովհետեւ այդ ծիսակատարության յետևը կանգնած է այն բարիք ստացած, քավություն ստացած հոգին, ով անդադառնում է թե ինչ մեծ օրհնություն եղավ, երբ որ մեղքերս ինձ լվացվեցին։ Խոնար առաջնորդը կոտրված սրտով, կոտրված հոգով իր մեղքերից ետ դարձող Աստծո քավություն ստացող թագավորը այժմ կանգնում է իր ազգի եւ իր ժողովրդի համար որպես տիպար օրինակ, հետևելու արժանի օրինակ։ Ու երբ ժողովուրդը իր թագավորին է նայում, թե ինչպես է նա ապրում, ժողովուրդը նրա կյանքից եւ խոսքից ուսուցանվում է։ Բարական նույնն է նաև մեզ, նոր ուխտի տակ ապրողներիս համար։ Երբ մենք մեղանչելուց հետո մի անգամ նույնիսկ I am sorry չենք ասում, եթե ասում ենք, արագ ասում ենք I'm sorry եւ անցանք են։ Դա ոչ իմաստ ունի, ոչ էլ ազդեցություն։ Don't you ever do that։ Կներես։ Ինչ ներեմ։ Չում անում։ Կներես, որ այն օրը ես քեզ այսպես արտահայտվեցի եւ սխալ էր։ Անդադարձա, միգուցե քեզ ցավեցրեցի, վստահ եմ ցավեցար, բայց բան չասեցիր։ Խնդրում եմ ինձ ներիր։ Շատ մեծ տարբերություն ունի, թե ինչ ես ասում, ինչու ես ասում։ Մենք շատ օրինակ պիտի կանգնենք մեր շրջապատի մեջ, մեր ընտանիքի մեջ, մեր եկեղեցու մեջ։ Եթե չանենք, մենք վատ օրինակ ենք կանգնում։ Բայց Դավիթը լավ օրինակ կանգնեց։ Եվ սա մեզ ցույց է տալիս, թե ինչպես Տեր Հիսուսը մեր առջև օրինակ կանգնեց։ Իր կյանքով, իր խոնարհությամբ։ Թող Տերը շնորհ անի, որ մենք էլ անհատապես եւ թե հավաքաբար վայելենք քավության ամեն մի օրհնությունը մեր կյանքի մեջ, որպեսզի մեզ հարկ եղած շրթունքների պատարագով Աստծուն օրհնենք եւ նրան փառք տանք ու նրան հավիտյան վայելենք։ Աղոթենք։ Փառք ես մեր Տերը։ Շնորհակալ ենք խոսքիդ համար։ Շնորհակալ ենք Դավիթի կյանքի համար, որ դու այսպես գրի ես արել մանրամասն, որ մենք անդադառնանք թե նրա կյանքի օրինակին պես մենք էլ նույն կյանքերն ենք ապրում, նույն մարդկային դժվարությունները, նույն մարտահրավերները։ Խնդրում ենք Տեր, որ մեզ էլ զորացնես, որպեսզի այդ քավությունից այդ օրհնված այդ օրհնությունները մեր կյանքի մեջ երևան կան։ Եվ մենք վայելենք հոգևոր մեր ցնծությունը, վստահությունը, փրկության ուրախությունը, նաև ով Տեր կարողանանք մեր բերանով, մեր շրթունքով, մեր պատարագները եւ մեր ուխտը կատարենք քեզ փառաբանելով։ Եվ այս բոլորի մեջ Տեր, թե Դավիթից եւ թե նամանավանդ քեզանից, ով Դավթի որդի, այն խոնարհությունը սովորելով, այդ զորավոր խոնարհության կյանք կարողանանք ապրել իբարս քեզ։ Շինիր քո եկեղեցիդ եւ փառավորվիր այս բոլորի մեջ Տեր Հիսուսի անունով աղաչում։ Ամեն։